Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը շարունակում է չլուծված մնալ և այս ֆոնին ադրբեջանական կողմը շարունակում է Դավիթ Գարեջիի վանական համալիրի մշակութային յուրացումը։ Բաքվից պարբերաբար ժամանող զբոսաշրջային խմբերն այցելում են այն տարածք, որն ադրբեջանական կողմը պաշտոնապես անվանում է Քեշիքչիդաղ պետական պատմամշակութային արգելոց։ Էքսկուրսիայի հիմնական նպատակն է իրենց տեսանկյունից ծանոթացնել Քեշիքչիդաղի քարանձավային համալիրի պատմությանը, ճարտարապետությանը և մշակութային նշանակությանը, որը ներկայացվում է որպես Ադրբեջանի հնագույն նյութական մշակութային ժառանգության նմուշ։ Հոկտեմբերի 25-ին օրինակ զբոսաշրջիկներին տարել են նաև արգելոցի տարածքում գտնվող Իլհամ Ալիևի անվան բարձունք։ Ադրբեջանում այսպես կոչված Քեշիքդաղի հուշարձանների վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում որպես Կովկասյան աղվանքի մշակութային ժառանգության մաս, այսինքն Դավիթ Գարեջիի վրացական տարածքը նույնպես աղվանական են անվանում, ինչպես դա անում են ամբողջ Արցախի հայկական մշակութային ժառանգության դեպքում։ Ավելին, Դավիթ Գարեջիի մոտ գտնվող լեռը վերանվանվել է Ալիևի անունով, ինչի մասին ընթացիկ տարվա մայիսին ահազանգել էր վրացի քաղաքական գործիչ Շալվան Աթելաշվիլին։ Դավիթ Գարեջիս Իլհամ Ալիևի զորքերը Չիչխի Թուրիի աշտարակից մինչև Ուդաբնոյի վանք ներխուժել են Վրաստանի տարածք, օկուպացրել են սուվերեն երկրի տարածքը։ Եվ ավելին, այն բարձր լեռը, որը չգիտեմ տեսախցիկում երևում է թե ոչ, կոչվում է Իլհամ Ալիևի անունով, իսկ Դավիթ Գարեջին Քեշիքչիդաղ։ Այս ամենը ցավոք այսօրվա իրականությունն է եւ այսօր մեր սահմանապահները մեզ թույլ չեն տվել այնտեղ նկարահանումներ անցկացնել։ Մեզ մոտ 10 կիլոմետր հեռու են ուղեկցել, այնտեղ մոտենալու իրավունք չեն տվել։ Բացի այդ, այնտեղ չեն թողնում ոչ հոգևորականների, ոչ էլ ուխտավորների կամ զբոսաշրջիկների, այսինքն դա դասականորեն օկուպացված տարածք է։ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ավելի քան 30%-ը դեռևս սահմանազատված չէ և Դավիթ Գարեջին հենց այդ չհամաձայնեցած հատվածում է գտնվում։ Վերջին տարիներին նկատվում է սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացում, սակայն առաջընթաց դեռևս չի գրանցվել։ Հանձնաժողովների աշխատանքը պարբերաբար վերսկսվում և դադարեցվում է, հանդիպումները կախված են քաղաքական համատեքստից։ Վրացական կողմը պաշտոնապես նշում է, որ Դավիթ Գարեջին երկրի պատմական և մշակութային ժառանգության մասն է և սահմանի որոշումը պետք է հիմնված լինի խորհրդային շրջանի հավաստի քարտեզագրման նյութերի վրա։ Թբիլիսին հայտարարում է, որ համաձայնությունը պետք է հիմնված լինի արդարության, այլ ոչ թե փողզիջման վրա, իսկ Բաքուն հայտարարում է, որ իր վիճարկած տարածքները խորհրդային շրջանում մտնում էին Ադրբեջանի վարչական սահմանների մեջ, եւ այդ պատճառով տարածքի բաժանումը պետք է կատարվի այդ իրավական շրջանակում։ Բաքուն լրացուցիչ ընդգծում է տարածաշրջանային անվտանգության գործոնը եւ նշում, որ Դավիթ Գարեջիի հարակից գոտին Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այնտեղ տեղակայված են զորավարժարաններ եւ սահմանապահների դիրքեր։ Այդ պատճառով տարածքի փոփոխությունը նրանց համար նաեւ անվտանգության հարց է։ 2023 թվականի հունիսի 19-ին Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Հանդիպմանը քննարկվել է նաև սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստի անցկացման հնարավորությունը։ Երկու երկրներն հայտարարում են, որ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, սակայն կողմերի միջև դիրքորոշումների տարբերությունները դեռևս մնում են։ Սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստի ամսաթիվն այս փուլում պաշտոնապես չի հայտարարվել։ Ադրբեջանն իբր զիջման գնալով ասում է, թե չի խոչընդոտի վրացի հոգևորականների եւ ուխտավորների տեղաշարժին, եթե կողմերը համաձայնության գան, սակայն տարածքի կարգավիճակը չի ճանաչում որպես վրացական։ 2020 թվականին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին քրեական գործ հարուցվեց, որը ենթադրում էր Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում։ Վրաստանի գլխավոր դատախազությունը կասկածի տակ դրեց Վրաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի օրինականությունը։ Գործի քննությունը դատարանում մինչ օրս շարունակվում է։ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փորձագետներն ու ընդդիմադիր գործիչները զուգահեռներ էին անցկացնում իշխող կուսակցության 2020 թվականի քարոզարշավի հետ եւ վրացական երազանքի գլխավոր ուղերձն էր Դավիթ Գարեջին Վրաստան է, մինչդեռ 4 տարի անց Գարեջիին փոխարինեցին Աբխազիան եւ Հարավային Օսիան։ Այս պահին Դավիթ Գարեջիի վանական համալիրի վիճելի հատվածի կարգավիճակն անփոփոխ է։ Ադրբեջանական կողմն ընդհանրապես հերքում է սահմանին վիճելի հարցի առկայությունը։ Աննա Թանդարյան, Reopen Media։